Վերջին 2 օրերին Արարատյան դաշտում գրանցվել է 38-39 աստիճան տաքություն, մինչև օգոստոսի 2-ը կգրանցվի առավելագույն 40 աստիճան տաքություն։ Հայպեդհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերովութաբանության կենտրոնի համաձայն բարձր ջերմաստիճանի ֆոնի վրա չափազանց նվազել է օդի հարաբերական խոնավությունը, հասնելով նվազագույնին։ Միայն օգոստոսի 5-ից հետո ջերմաստիճանը կսկսի նվազել 5-6 աստիճանով։ Բարձր ջերմաստիճանից պաշտպանվելու եւ ինչ-որ կերպ զովանալու համար մարդիկ դիմում են տարբեր միջոցների։ Ինչ եք անում շոկին դիմանալու համար։ Ջուր ենք խմում շատ։ Ու ցայվում ենք սառը ջրով։ Ձմերը կլավ մեթոդ է, սառը ջուրն էլ է լավ մեթոդ, ստվերում նստել է։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այնպես որ շոկը ինձ համար մեծ պրոբլեմ չի ներկայացնում։ Իսկ ինչ-որ միջոցներ դիմում եք շոկին դիմանալու համար։ Առանձնահատուկ ոչ, աշխատում եմ ջուր քիչ խմեմ, որպեսզի չկրտնեմ, որտեղ ընդունած ջուրի քանակը դու պետք է վերարտադրես ամեն դեպքում։ Դե դա ստիպում է աշխատանքը արդեն։ Եթե ուզում ես աշխատես, ոչ թե հանգստանաս։ Ճիշտ է, գնում եմ երեկոյան, երևի մի քանի լիտր ջուր եմ խմում։ Փորձում ենք անտեսել շոկը։ Իսկ ոչ մի ուրիշ միջոցների չեք դիմում։ Չէ, լողավազան երբեմն։ Այսինքն ջուր հիմնականում ոչ մороженое, մороженое լավ վտանգավոր է եղանակին։ Օրինակ դուք ինչ եք անում շոկին դիմանալու համար։ Ես ջուր եմ խմում ավելի շատ։ Պարկում եմ գետնի, հանգստանում, աշխատում եմ տանից քիչ դուրս գա։ Չէ, թող շոկ լինի, ես վայելում եմ այս շոկը։ Իսկ շոկին դիմանալու համար ոչ մի բան չեք անում։ Չէ, ես չի խանգարվում։ Շոկին շատ անտանելի, դրա համար գնում ենք Հայաստանից։ Դիմանալու չի ընդհանրապես։